Գործընկերներ, նախ շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերը եւ ներկա եք այս կարևոր քննարկմանը։ Ինչպես արդեն իմ գործընկերները նշեցին, մենք այս քննարկմանը հրավիրել էինք նաեւ գլխավոր դատախազին, ով մեկ շաբաթ առաջ այս դահլիճում ուժային կառույցների մյուս ներկայացուցիչների հետ մարտի 1-ի ողբերգական դեպքերը հերթական անգամ քաղաքականապես շահարկելու եւ ներկայացման նիստին էր մասնակցում, բայց պետք է արձանագրենք, որ այսօր խուսափեց ներկա գտնվել այս քննարկմանը մեկ պարզ պատճառով, չունենալով զեկույցում տեղ գտած փաստերի նկատմամբ հակափաստարկներ եւ նաեւ չունենալով պատասխաններ մի շարք ապօրինությունների, որոնք իրականացվում են շատ հաճախ կամ դատախազության անմիջական նախաձեռնությամբ կամ դատախազության մասնակցությամբ։ Մենք այս քննարկմանը հրավիրել ենք նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, բոլոր նրանք, ովքեր մասնակցում են, շնորհակալ ենք, բայց ստեղ եւս պետք է արձանագրենք, որ մեր միջազգային գործընկերներից շատերը նախընտրեցին ներկա չլինել այս դահլիճում եւ չլսել ու մոտիկից չծանոթանալ Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակի մասին։ Ամեն դեպքում մենք կգտնենք արդյունավետ ձևաչափեր այս քննարկման արդյունքները ամփոփելու եւ միջազգային կազմակերպություններին եւ մեր գործընկերներին ներկայացնելու համար։ Հարգելի գործընկերներ, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պետականության, ինքնիշխանության, ազգային ինքնության պահպանման լրջագույն վտանգի առջև։ Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին հայտնված այս վարչախումբը, ում անմիջական մասնակցությամբ եւ մեղսակցությամբ Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտում, ցեղասպանություն, Արցախը հանձնելուց հետո հետևողականորեն պայքար է սկսել մեր ազգային ինստիտուտները կազմաքանդելու, մեր հոգևոր արժեքների ու ինքնության հիմքերը ոչնչացնելու ուղղությամբ։ Եվ իրենց այս հակահայ ծրագրերը իրականացնելու համար սկսել են բռնաճնշումների նոր ալիք եւ բոլոր նրանք, ովքեր կանգնած են հայկական պետական շահերի պաշտպանության դերում, հերթով փորձում են կեղծ շինծու մեղադրանքներով կալանավորել եւ մեկուսացնել։ Հայաստանի Հանրապետությունում մենք հասել ենք նրան, որ մեր քաղաքացիների հիմնարար ազատությունները սահմանափակված են։ Խոսքի ազատ իրավունք, ընտրվելու իրավունք, աշխատանքի իրավունք, սեփականության իրավունք։ Այսօր մեր երկրում ազատ խոսքի համար մարդուն մեղադրանք են առաջադրում ու կալանավորում են։ Այսօր եթե ընդդիմադիր գործիչը ընտրվում է համայնքի ղեկավար, կամ ձերբակալում են, կամ սպանում։ Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե այս իշխանություններին չի քվեարկում եւ ունի այլ տեսակետ, աշխատանքից հեռացնում են։ Քաղաքական հայացքների համար մարդկանց սեփականությունը խլում են։ Եվ այս ամեն ինչը տեղի է ունենում այս իշխանությունների կողմից մեր երկրի սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունների շրջանակներում։ Եվ սիրելի ներկաներ, այս պայմաններում ինչն է մեր առաջարկը։ Մենք կարծում ենք, որ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը ազգային պետական մտածողություն ունեցող քաղաքական եւ հասարակական շրջանակները պարտավոր են մեկտեղել իրենց ջանքերը եւ հնարավորությունները այս իրավիճակը կասեցնելու եւ փոխելու համար։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտի ուժերը անկախ իրենց տարաձայնություններից տարբեր հարցերի շուրջ գոյություն ունեն կարևոր առանցքային օրակարգային հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցեն եւ արդից օգտվելով հրապարակային կերպով այդ առաջարկը եւ այն կետերը, որոնց շուրջ կարելի է համագործակցել, մենք ներկայացնում ենք։ Առաջինը
բոլոր օրինական միջոցներով ձևավորել հակազդեցություն բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների նկատմամբ։ Երկրորդ, հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն։ Երրորդ, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն։ Այստեղ հատուկ ուզում եմ նշել, որ պետք է առաջնորդվել որևէ քաղբանտարկյալ, բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով։ Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի հալածանքի է ենթարկվում այս իշխանությունների կողմից, մենք պետք է մեկտեղենք մեր ջանքերը և բոլոր ուժերով կանգնենք քաղբանտարկյալների իրավունքների կողքին և պայքարենք նրանց ազատության համար։ Չորրորդ, բացառել ընդդիմադիր դաշտում միմյանց նկատմամբ հակաքարոզչությունը։ Մենք ունենք մի թիրախ, դա այսօրվա այս չարիքի իշխանությունն է։ Ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում կան որոշ ուժեր, ովքեր նաև արևի տակ տեղ ունենալու համար հաճախ թիրախավորում են դաշտի այլ գործընկերների։ Սա մեր համար անընդունելի մոտեցում է և մենք պետք է հասնենք նրան, որ ընդդիմադիր դաշտում բացառենք միմյանց նկատմամբ հակաքարոզչությունը։ Եվ վերջին կետը, ակնհայտ է, որ այս իշխանությունները իրենց վերարտադրությունը ապահովելու համար ամեն ինչ անելու են։ Ողջ պետական ռեսուրս և հնարավորությունները օգտագործելու են իրենց վերարտադրության համար, փորձելու են չեզոքացնել իրենց քաղաքական մրցակիցներին։ Եվ այստեղ անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր ուժերը համատեղ ուժերով վերահսկեն նախընտրական, ընտրական և հետընտրական ամբողջ գործընթացը, փորձելով ապահովել և զերծ պահել այս իշխանություններին հերթական չարաշահումներից։ Հարգելի գործընկերներ, սրանք այն օրակարգային առաջնային կետերն են, որոնց շուրջ մենք ընդդիմադիր դաշտին առաջարկում ենք լիարժեք համագործակցություն։ Եվ այս համագործակցությունը որևէ կերպ չի կաշկանդելու որևէ քաղաքական ուժի ինքնուրույն առանձնաբար իր քաղաքական ծրագրերը իրականացնելու ազատությունը։ Մենք հավատում ենք, որ ընդդիմադիր դաշտը մեր երկրի, նորից եմ կրկնում, ազգային պետական մտածողություն ունեցող հասարակական քաղաքական շրջանակները կունենան այդ գիտակցությունը, մենք կկարողանանք միասին ձևավորել այդ դիմադրության ճակատը Հայաստանի Հանրապետության ազգային շահերը պաշտպանելու, մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու և այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Ես հայտարարում եմ, որ մենք հաջորդ շաբաթվանից Հայաստանի բոլոր ընդդիմադիր դերակատար ուժերի հետ սկսելու ենք այս խորհրդակցությունները և կարողանալու ենք այդ ամբողջական կոնսոլիդացիան առնվազն իմ վերը նշված օրակարգային հարցերի շուրջ ունենանք։ Շնորհակալ եմ։